Հայկական ավանդական տոնակատարություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում վարդավառը։ Ըստ Ղևոն Դալիշյանի, վարդավառը կապված է համաշխարհային ջրհեղեղի եւ Նոյան տապանի հետ։ Այս ավանդության համաձայն ինհիշատակ ջրհեղեղը հաղթահարելուն Նոյն իր որդիներին պատվիրում է իրար վրա ջուր լցնել եւ ուրախությամբ տոնել իրենց փրկվելը։ Ղևոն Դալիշյանի մեկ այլ տեսակետի համաձայն վարդավառը կապված է աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Այս ժամանակներում տոնակատարությունը հիմնականում նշվում էր սարերում, դաշտերում եւ ջրերի ակունքների մոտ, որի ընթացքում ջրերի աստվածուհի Ծովինարի պատվին կատարվում էին նվիրատվություններ անձրև խնդրելու եւ հնարավոր երաշտը կանխելու համար։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը ստացավ քրիստոնեական խորհուրդ։ Ըստ քրիստոնեական ավանդույթի Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ եւ Հովանես առաքյալների հետ Թաբոր լեռն է բարձրանում աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, պայծառեցնում է նրա դեմքը եւ ողջ լեռը։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են եւ ականատես են դառնում Քրիստոսի պայծառակերպության եւ այլակերպության հրաշքին։ 6-րդ դարում հայոց կաթողիկոս Մովսես-բան պայծառակերպության տոնը մցրել է Զատկի տոների շարքում։ Նում նաեւ մի հետաքրքիր ավանդույթ է եղել, որի համաձայն ընդունված էր տարվա առաջին խնձորն ուտել վարդավառին, այնպես ինչպես տարվա առաջին խաղողն ուտում էին խաղողորնեքին։ Այսպիսով դարերի ընթացքում հաղթահարելով պատմական փորձություններն ու ժամանակի փոփոխությունները վարդավառը պահպանել է հայկական մշակույթի ինքնատիպությունը եւ հասել մեր օրեր որպես ազգային հիշողության, հոգեվոր ժառանգության եւ դարավոր ավանդույթների կենսունակության վառ խորհրդանիշ։ Մեկնաբանություններում գրեք թե ինչպես եք նշում վարդավառն ու հետևեք Ռենեսանսին նոր բացահայտումների համար։